Բարի առավոտ սիրելիներս, այս տարվա նոր վլոգ եմ սկսում նկարել, ճիշտ է լավ ուշացած, բայց դե համենայն դեպս հանգստյան օրերից հետո նոր որոշեցի սկսեմ նկարել վլոգ ու այսպես դեպքով շնորհավորել բոլորիդ աման օրը, Սուրբ Ծնունդը, ցանկանալ բոլորիդ բարեբեր եւ հաջող տարի ունենաք, բոլորդ եղեք առողջ, երջանիկ, քանի որ եթե լինեք առողջ եւ երջանիկ, մնացած ամեն ինչը կարող եք դուք ստեղծել եւ ունենալ։ Եղեք ճիշտ է, վերջին մեր վլոգի ներքո շատ այսպիսի շատ չասեմ, բայց համենայն դեպս մի քանի հոգի այսպես վատ կոմենտարիաներ էին գրել, կախված եղունգների հետ։ Չեմ ուզում այդպես անդրադառնամ, չեմ ուզում անուններ նշել, բայց ավելի լավ է երեխեք ջան, այդ նեգատիվը դուք ձեր միջից հանեք եւ ձեր ընտանիքներին այսպես ոչ թե նեգատիվ փոխանցեք, այլ պոզիտիվ մտքեր, քանի որ դուք ինչքան որ նեգատիվ ուրիշներին փոխանցում եք, 2-3 անգամ ավել դուք այդ նեգատիվը ստանում եք։ Դրա համար, եթե ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս, ավելի լավ է փակեք կոճակը, դուրս գաք տեսահոլովակը չնայեք, քանց թե ձեր նեգատիվը թողնեք, հետո ավելի այսպես բանիմաց հասկացող մարդիկ էլ ձեզ կոմենտարիաների մեջ ուղղեն, ասեն, որ դու գործ չունեք, մի խոսքով, եղեք բարի, բարությունը կփրկի այս աշխարհը, պետք չէ այդքան նեգատիվ լինել, հատկապես, որ դուք մարդկանց չեք ճանաչում, չգիտեք իրենք ով են, ինչ իմաստ ունի ձեր կարծիքը, եթե ընդհանրապես ոչ մեկ հաշվի չի առնելու։ Բայց դե դա թողնենք մի կողմ, այսօր արդեն ամսի 9-ն է, ես նոր սկսում եմ վլոգ նկարել ու այստեղ ինչ եմ անում, ընկույզ եմ մաքրում փախլավայի։ Ինչի հիման, քանի որ ամսի 13-ին ամուսնուս ծնունդն է եւ որոշեցինք նույնպես փախլավա պատրաստել։ Ամանորյա փախլավան վերջացել է մեր եւ հիմա 3 օրե մաքրում ենք ընկույզ։ Այսպես ինքը եռման ջրի մեջ լցնում եմ եւ այս վրայի կաշին հանում եմ, որպեսզի պատրաստենք քյավառի փախլավա։ Քյավառի փախլավան մաքրած ընկույզներով ենք պատրաստում։ Այսպես մաքրում եմ, վրային ու կտրատում եմ, թողնում եմ չորանալուն։ Հիմա այդ ընկույզով եմ զբաղված, առավոտ շուտ է, բայց այսօր պետքա ամուսնուս հետ գնանք իմ նվերի ետևից։ Ամուսինս ինձ նվեր չէր գնել, ավելի ճիշտ ինքը հարցրեց ինչ եմ ուզում, ասեցի ավելի լավ է ինձ գումարը տաս, որովհետև ես այսպիսի մի փոքր բնավորություն ունեմ, եթե նվերը ինձ այդքան էլ դուրս չգա, ես կարամ ասեմ, որ դուրս չի գալի, դրա համար որոշեց ինձ գումար տա, որպեսզի գնենք ինչ որ ես եմ ուզում։ Ու այսօր գնալու ենք գնենք իմ ամանորյա նվերը ամուսնուս կողմից եւ կկիսվեմ ձեր հետ, նաեւ ընկույզներով կկիսվեմ, շատ հարցեր են լինում մեկնաբանություններում, եթե հետաքրքիր լինի, գրեք արտիկուլ կգրեմ, այդպես հենց այդպես չեմ գրի արտիկուլ, որովհետեւ դա օրենքով չի թույլատրվում, դա որպես ռեկլամա դիտվում, դրա համար ոչ միտեղ արտիկուլ չեմ գրելու։ Իսկ հիմա ես մաքրեմ իմ ընկույզները, մինչև բոլորով կարթնանան, կնախաճաշենք եւ կգնանք իմ նվերի ետևից, չնայած որ 3 օր է մեր մոտ ահավոր ձյուն է գալիս, դեռ մինչև հիմա գալիս է ու չի կտրվում։ Գրեք տեսնեմ ձեր մոտ դուք որտեղ եք ապրում, ձեր մոտ ինչ եղանակ է, շատ հետաքրքիր կլինի։ Շատ բաժանորդներ ունեմ, որոնք նոր են
նոր են միացել իմ ընտանիքին, այսպես YouTube-յան, բաժանորդներ ունեմ, որ շատ երկար են իմ հետ, բոլորիդ այսպես անուններով միգուցե չհիշեմ հիմա, բայց ովքեր որ գրում են մեկնաբանություններ, բոլորիդ ես պատասխանում եմ, գիտեք, որովհետև չեմ սիրում մարդկանց սպասացնել, եթե մարդը իր ժամանակը տրամադրում է ինձ եւ գրում է, ես փորձում եմ բոլորին պատասխանել, բոլորիդ այսպես էլ եմ ասում, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, նայում եք իմ վիդեոները, գրում եք մեկնաբանություններ, ձեր թանկ ժամանակը ծախսում եք, լայքեր եք դնում, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, եթե դուք չլինեիք, իմ ալիքը չէր զարգանա, քանի որ հիմա շատ այսպես տեմպով փառք Աստծո իհարկե զարգանում է ալիքս եւ ինչքան որ զարգանում է, այնքան բնականաբար շատ մարդիկ են տեսնում իմ ալիքը եւ միգուցե իրենց ավելի հետաքրքիր է եւ մնում են իմ YouTube-յան ալիքում եւ դառնում են իմ ընտանիքի անդամներից մեկը։ Դրա համար բոլորիցդ հատառհատ շնորհակալ եմ։ Եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, դա ինձ միգուցե ձեր համար ոչ մի բան է, այդ կոճակի սեղմելը, բայց իմ համար շատ մեծ պատճառ է։ Բայց դա կարևոր չի, եթե ցանկություն չունեք, կարող եք եւ այդպես էլ նայել։ Դե ինչ, ես իմ ընկույզները մաքրեմ, կկիսվեմ, հիմա կվերջացնեմ այս մի ամանը, այսպես լցնում եմ ջրի մեջ, եռացնում եմ ընկույզները, հիմա կվերջացնեմ, կպատրաստվեմ և կգնանք։ Հետո, երբ որ տուն գանք, կկիսվեմ արդեն նվերովս։ Ու տեսնենք էլ ինչ ենք նկարում այս վլոգում։ Հա, իդեպ այսօր 3 պետք է պատրաստեինք, գաթա ենք ուզում պատրաստել։ 3 պետք է պատրաստենք, այդպես հավես չարեցինք, ժամանակ չեղավ։ Պետք է այսօր պատրաստենք։ Դե եթե ես պատրաստեմ, ժամանակ կգտնեմ, ուղղակի Մարիշկան է ուզում պատրաստի հետս, դրա համար այսպես 3 չստացվեց, այսօր տեսնենք ոնց կստացվի, հանել եմ արդեն կարակները դուրս, ուզում ենք գաթա պատրաստենք, տեսնենք, եթե հարմարացնենք կնկարեմ պատրաստելը, չնայած որ ալիքումս ունեմ բաղադրատոմս, միգուցե այդպես մանրամասն չնկարեմ, բայց ընթացքը կնկարեմ ոնց էլ չլինի։ Դե ինչ հիմա անջատեմ և տեսնենք էլ ինչ ենք նկարում այս մեր վլոգում։ Երեխեք ջան, քանի որ այսպես խոսում ենք, արդից օգտվեմ, հիշեցի, ձեզ խորհուրդ տամ մի էջ, որտեղ շատ տաքուկ կա, շատ հաճելի է, Անիի էջը նորաբաց, կխնդրեի այցելեք էջ, ծանոթանաք էջին, ինձ թվում է դուք էլ շատ կսիրեք Անիին, քանի որ շատ այսպես հաճելի աղջիկ է, հաճելի ընտանիք է, մի խոսքով, եթե դժվար չի, գնացեք հյուր, Անիին Սիլկան հղումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, քանի որ տեսահոլովակի տակ ոչ բոլորն են գտնում, մեկնաբանությունների բաժնում կթողնեմ հղումը, անցեք, բաժանորդագրվեք, ձեր համար միգուցե այդքան էլ նշանակություն չունի այդ բաժանորդագրվելը, բայց հավատացեք մեր համար շատ մեծ ուրախություն է, ամեն մի նոր բաժանորդ, երբ որ տեսնում ես այն թիվը ավելացել է, քեզ հետևում են, քեզ լայքում են, գրում են մեկնաբանություններ, դա մի ուրիշ այսպես մեծ ուրախություն է մեր համար, դրա համար խնդրում եմ այցելեք, եթե կհավանեք, նաև հետևեք Անիի վլոգներին։ Ես ինքս հետևում եմ, շատ բլոգերների եմ հետևում, շատ հաճելի է մեր բոլոր հայերը, հատկապես շատ հետաքրքիր են, այսպես չթվարկեմ բոլորին, բայց շատ-շատերին եմ հետևում, չգիտեմ իրենք ինձ հետևում են, չեն հետևում, դա էական չի, բայց եթե ես մարդուն այսպես հավանում եմ, իրանց հետևում եմ, երբ որ այսպես ազատ ժամանակ եմ ունենում, միացնում եմ իրենց տեսահոլովակները, վիդեոները, դրա համար կխնդրեի բոլորը տարածել վիդեոները,
դա այդքան էլ դժվար բան չի ձեր համար, էլի եմ ասում, բայց մեր համար շատ կարևոր այսպես կարևորությունը շատ ենք մենք ուրախանում եւ շատ շնորհակալ եմ հատկապես ես ցանկացած մեկ այսպես բաժանորդի համար, նույնիսկ որ չի էլ լայքում, բայց բաժանորդագրվել է, ես այսպես աշխարհով մեկ եմ լինում, դա իմ համար շատ մեծ նշանակություն ունի, հատկապես երբ որ որոշել եմ ավելի այսպես կենտրոնացված զբաղվել YouTube-ով, միշտ ես ասել եմ, որ որպես հոբբի է այս իմ ամեն ինչը, վլոգ նկարելը, բաղադրատոմս նկարելը, ոչ մի որպես աշխատանք չի դիտվում իմ կողմից, քանի որ փառք Աստծո, ես ունեմ իմ աշխատանքը, ես աշխատում եմ, սա ուղղակի հոբբի է ու ինքը մի այսպես երկրորդ պլանում է, քանի որ երբ որ աշխատում ես, ընտանիք, ավելի այսպես կարևոր առաջնահերթ գործեր, այս ալիքը մղվում է հետ, բայց հիմա որոշել եմ նույնպես այսպես զբաղվել, քանի որ ես չեմ սիրում մարդկանց հիասթափեցնել եւ 16000 հոգի ինձ դիտում են, բաժանորդագրված են ու ես պարտավորված եմ ինձ զգում, որպեսզի վիդեոներ նկարեմ, կիսվեմ ձեր հետ, քանի որ տեսնում եմ մեծ արձագանքներ ունեն, հատկապես ընտանիքով վլոգները, առևտուր, մի խոսքով, բաղադրատոմսերը նույնպես կլինեն ալիքումս, աշխատում եմ այսպես հնարավորինս չափ նկարել, քանի որ բաղադրատոմս նկարել այդքան էլ հեշտ չի ու երկար ժամանակ է պահանջում, կարելի է ասել 1 օր ինձանից գնում է, որպեսզի մինչև բաղադրատոմսը պատրաստեմ, մոնտաժեմ եւ ներկայացնեմ ձեզ, բայց հնարավորինս չափ փորձում եմ նկարել, ճիշտ է վլոգները ավելի հեշտությամբ է նկարվում, քանի որ տեսահոլովակը պետք է միացնես, տեսախցիկը պետք է միացնես ու նկարես տվյալ պահը, այդ ավելի հեշտ է լինում, քան բաղադրատոմս նկարելը, բայց ինչպես ասացի, հիմա որոշել եմ ավելի այսպես կանոնավոր զբաղվել YouTube-ով, դեռ մտածում եմ ուրիշ հարթակների մասին, չգիտեմ ոնց կլինի, չի լինի, եթե հանկարծ TikTok-ում նույնպես ունեմ հարթակ, բայց էլի այսպես հետին պլանում մեկ-մեկ եմ ակտիվ լինում, բայց տեսնեմ, եթե հենց որոշեցի ավելի ակտիվ լինել եւս ինչ-որ մի հարթակում, ձեզ անպայման տեղյակ կպահեմ, չնայած որ մեր մոտ Ռուսաստանում դա գաղտնիք չի, որ ոչ մի հարթակ արդեն չի աշխատում եւ ամեն ինչը որ անում ես, այսպես դժվարությամբ է, բայց դե տեսնենք ոնց կլինի, միգուցե Աստված առաջ ամեն ինչ հարթվի, կանոնավորվի եւ ամեն ինչ իր բնական հունով գնա, դա այդպես, իսկ ես արդեն կտրում եմ ընկույզներս, որպեսզի փռեմ չորանալուն, ընկույզները անպայման պետքա չորացնենք, մաքրելուց, կտրելուց հետո, որպեսզի փախլավայի մեջ չկապտեն։ Այդպես, գրեք տեսնեմ դուք ինչով եք զբաղված, գրեք տեսնեմ տոնածառներն հավաքել եք, թե ոչ, ես այս 2 օրա մտածում եմ հավաքեմ, չհավաքեմ, թե թողնեմ ամսի 14-ին հավաքեմ, համ ուզում եմ հավաքեմ, համ էլ չեմ ուզում հավաքեմ, այսպիսի մտքերի մեջ եմ, գրեք տեսնեմ դուք հավաքել եք, թե թողել եք։ Սա էլ իմ նվերը, արդեն եկել ենք տուն, ձեզ հետ էլ կիսվեմ և ասնեմ գործի։ Շուպը Չեռնաբուրգայից, այսպիսի գեղեցիկ համադրություն, կապույտ և սև ու սեռի համադրություն, այնքան սիրուն է ու այնքան թեթև է ու տաք։ Ծնկներից մի փոքր ներքև այժնում, ինքը կապիշոնով է ու շատ գեղեցիկ է, այսպես ինքը թրթռում է, երբ որ շարժվում է այս մորթիները։ Մի փոքր թևերը լայն են, այսպիսի գեղեցկուհի, վաղուց է ես սրանցից ուզում, ուղղակի տատանվում էի գույների մեջ սեռին վերցնեմ թեզ կապույտը, հետո երբ որ փորձեցի կապույտը էլ ավելի արտահայտիչ էր,
եւ ոչ կլասիկ։ Դրա համար վերցրեցինք այս կապույտը։ Այդպես հիմա ասենք գործի մի բան եփենք եւ ընտրենք, որովհետեւ արդեն երեկո է։ Ինքը կնոպկաներով այսպես։ Եվ մի անգամից սկիզբեմ պատվերովս նոր բերեց Wildberries-ի կուրիերը ընկույզներով, առաջին անգամը չէ որ պատվիրում եմ ու ձեր հետ կիսվում եմ այս ընկույզներով, իրոք արդեն ինձ պետքա ռեկլամի համար փող տան։ Շատ լավ ընկույզներ են, իրանք այսպես մեծ առանց ջարդված հատիկների է։ Ճիշտ է, ինքը այդքան էլ սպիտակ չի, բայց շատ համեղ ու թարմ ընկույզներ են։ Ես հիմնականում պատվիրում եմ խմորեղենների համար այս ընկույզները, իսկ հիմա ինչպես տեսակ պատրաստելու ենք, լսեցիք, պատրաստելու ենք փախլավա։ Դրա համար պատվիրել եմ 2 կիլոգրամ ընկույզ։ Տեսահոլովակներից մեկում գրել էին, որ ցույց տվեք ձեր շունիկին, սա մեր մալինկան է, ինքը շպիցի ու յորկայի խառնուրդ է, շատ ակտիվ ու շատ հասկացող շուն է։ Ու սիրում է շատ խաղալ։ Հիմա Մարինայի հետ խաղում է, քանի որ խնդրել եք, դրա համար նկարում եմ։ Եսեք ինչքան գեղեցիկ է պառկել, ոնց որ նապաստակ լինի։ Գրեք տեսնեմ դուք ունեք տնային կենդանիներ, պահում եք, թե չեք պահում, սա էլ մեր շունիկը, լողացել է, մաքուր, հիմա էլ ուզում է քնի։ Բարի օր սիրելիներս, վլոգը շարունակում եմ աշխատանքային օրից, իջել եմ աշխատանքի և սպասում եմ հաճախորդս մինչև այդ սուխաժարն եմ արդեն դրել միացրել ու քանի դեռ հաճախորդս չի եկել, ուզում եմ գելերս մի հատ տեսնեմ ինչ գել, ահագին գելեր ունեմ, որ արդեն վերջանալու վրա եմ, պետք է հիմա նայեմ, համարները գրեմ, որ գցի պատվիրեմ։ Հիմա դրանցով եմ ուզում զբաղվեմ, նաև տեսնեմ ինչ նոր գույներ կա գելերի հատկապես, գել լաքեր շատ ունեմ, այնտեղ, այդ չեմ տեսնում, գել լաքեր, սրանք են, շատ ահագին մեծ գույներ ունեմ, 1000-ից ավել գույն ունեմ արդեն, դեռ գելլակեր չեմ վերցնի, չեմ նայի, որովհետև գարնանային ինչպիսի ավելի այդպես նուրբ գույներ մի փոքր ուշ կպատվիրեմ, բայց գելերս ինչը որ վերջացել է դրանք կպատվիրեմ և նաև նոր գույներ, որովհետև հիմա հիմնականում աշխատում եմ գելային տեխնիկայով, համարյա հաճախորդներից կարելի ասել 60-70%-ը միայն գելով է անում հարթեցում և բնականաբար գույներ այնց պետք, որովհետև և ժամանակն է կարճ տևում գելով հարթեցման և արդյունքն է շատ գեղեցիկ, ինձ շատ է դուր գալիս գելային եղունգները, որովհետև իրենք այսպիսի ցիկլյաննի մի ուրիշ տեսակի գեղեցիկ են, դրա համար հիմա զբաղվում եմ գելերովս։ Պետք է փոշին էլ մաքրեմ, ահա որ փոշի ուտել է, ինչ դեկտեմբերին մաքրել եմ ու վերջ։ Հիմնականում Մոյրայով եմ աշխատում, իրանք շատ լավն են, շատ հաջող գելեր են, նայեք անպայման, ովքեր որ մաստերներ են ինձ նայում, գիտեմ նայողներ կան, Մոյրայ, իրենք, այսպես ասած, դեռ չի եղել, որ իրանք ինձ վատ դրության մեջ տնեն, ինչը չէի ասի լակրեի մասին, որը և գնային առումով լավ բարձր 2 անգամ կրկնակի թանկ է Մոյրայից և արդեն այս էլ 3-4 հաճախորդ կա, որ ունի ածլոյկաներ հենց լակրեի գելերից, դրա համար ինչ ունեմ այս լակրեից, նույնպես բավականաչափ շատ են, սրանք կվերջացնեմ ու էլ չեմ պատվիրի լակրե, այս ալտա ոնց է կոչվում, ալտանիվելո շատ լավն է, ճիշտ է ինքը մի փոքր նույնպես համեմատած Մոյրայի գնային առումով ինքը մի փոքր բարձր է, բայց ինքը շատ լավն է ու յուրահատուկ ձևի այս ագենտն էլ ոչինչ, ուղղակի այդքան գույները չեմ հավանում իրանց, հիմա ինչ ունեմ, համարյա արդեն
կարելի ասել ոչինչ չունեմ, սրանք կամարային այդպիսի վառ գույներ են եւ այսքան գույն ունեմ, սրանք էլ կվերջացնեմ ու էլ չեմ պատվիրի։ Էլպազայինը նույնպես չհավանեցի, էլպազայինը էլ չեմ պատվիրում, ռունելը ընդհանրապես ահա որ գելա, մի խոսքով մոյրայ, այս Ariana Pro-ն էլ վատը չէր, ճիշտն ասած, կարելի է սրանից նույնպես նայել, իրաց գույները շատ գեղեցիկ, այսպես պոլոպրասրաշնի կիսաթափանցիկ գույներ են, կարելի է նայել սրանից իդեպ։ Եվ նաև տեսնել ուրիշ ինչ գել կա, որպեսզի փոխարինեմ սրանց։ Այստեղին այսպես ասած պահուստային բազանա, որը մի հատ է մնացել, տոպն է նույնպես մի հատ մնացել, ակրիգել պետք է պատվիրեմ, ուլտրաբոնդը հիմա պետք է փոխեմ, այնտեղին արդեն վերջանալու վրա է, մի խոսքով այստեղ նույնպես պետք է, սա պուդրա է, պետք է մի խոսքով փոխեմ, սրանք էլ պատվիրեմ։